խաղաղության գործադիմարը Պարոն Զաքարյան, ինչ ապետքատում այսօրվա տեսություններից և ինչից քիչ տեսա ինչ պրոցեսի, մենք տեսնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ են այստեղ հավաքված, ակնկալիքներ ունեցան։ Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը ունի համապատասխանատված, որ նախատեսում է, որ ձախողված կառավարությունները և կառավարության գործունեության հաստատված ծրագրի շեղված գործադիր իշխանությունները նորմալ քաղաքական գործընթացների պարագայում պետք է հրաժարվեն և այդ հրաժարվելու արդյունքի գործընթացը կառավարության արժեքով համոզմունություն հայտնելու լեգիտիմ հնարավորություն է։ Այսօրվա լսումները խորհրդանում նվիրված է հենց այդ կարևորագույն գործընթացը մեկնարկելու անհրաժեշտությանը։ Հավաքվել են բազմաթիվ քաղաքական ուժեր ընդդիմադիր դաշտի։ Կարծում եմ, որ բոլորի մոտ այն համոզմունքը կլինի, որ իմպիչմենտի գործընթացը իրատեսական գործընթաց է, իրական գործընթաց է, ունի այս պահին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների լուծման բավարար ներուժ և կառավարությանը այլ կառավարությունով փոխարինելու լիարժեք հնարավորություն։ Սա նաև կարծում եմ մեր ժողովրդի մի ստվար հատվածի ցանկությունն ու պահանջն է։ Գուցե այդ ստվար հատվածը ինչ-որ մի ուժի վրա կենտրոնացած չէ, բայց այդ ստվար հատվածը վստահաբար կարող ենք ասել, որ փոփոխությունների կողմնակից է, այս իշխանությունների հեռացման կողմնակից է։ Հիմա որպեսզի քանի որ բոլոր հնարավոր ձևեր այս տարիների ընթացքում փորձվել են իրավական, սահմանադրական եղանակով, մենք համոզված ենք, որ այս իշխանությունը հրաժարական չի տալու իր կամքով, ուզում եք 1 միլիոն մարդ հավաքեք փողոցում։ Համոզված ենք, որ սրանց համար հայրենիք, պետություն, ազգային շահ, նպատակներ, ապագա սերունդների առաջ պատասխանատվություն, իսկ ներկայի առաջ պատասխանատվություն չունեն, ինչ ապագայի առաջ պատասխանատվություն։ Սրանց նպատակը թուրքական օրակարգը առաջ տանելն է, Հայաստանը թուրքական օրակարգի ենթարկեցնելն է, ինչը անում են, և մենք մեր ժողովրդի մի ստվար հատված հետ միասին համաձայն չենք այդ օրակարգի հետ, խաղաղությունը դարձրել են այսպես քաղցր կոնֆետի նման մի բան ու անընդհատ փորձում են դրանով խաբել ժողովրդին, բայց այդ նորից ուզում ասեմ այդ հարգելի քաղաքացիներին, որ չխաբվեն, հերթական անգամ չխաբվեն Նիկոլի քաղցր ստերին, որովհետև դա կյանք ցույց է տվել, որ դա բերում է անընդհատ նոր աղետների։ Այսպես կոչված խաղաղություն չի, սա կապիտուլյացիա է մեկ, սա դեռևս հեռու է իրականությունից փաստաթուղթ դառնալու և որպեսզի մենք կարողանանք իրական խաղաղությանը հասնել ճիշտ կողմից, այսինքն անվտանգության կողմից, մեր երկրի մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու միջոցով, այսօր ազգային ժողովում սկսած գործընթացը պետք է ինչ-որ մի ժամանակ հետո իր տրամաբանական ավարտին հասնի, այսինքն իմպիչմենտ պետք է տեղի ունենա։ Պարոն Զաքարյան, խոսեցիք խաղաղության հաստատվելու մասին, հաստատի չի ստացվում, որ կողմերը տարբեր կերպ մեկնաբանելով այն արդեն իսկի չի կենտրոնացել այդ փաստաթուղթը։ Դուք փաստաթուղթ տեսել եք, ես չեմ տեսել։ Փաստաթուղթ չի, դա թուղթ է, որը ինչի մասին է, որ կողմերը ինչ-որ մի բան են բանակցել և պարտավորվում են այդ բանակցությունները չփոխել։ Խաղաղությունը ասում են թուրքերը, թե երբ կստորագրեն խաղաղության համաձայնագիր, երբ որ սահմանադրությունը փոխեն, այսինքն երբ որ հայ ժողովուրդը հրաժարվի իր անուն ազգանունից, իր իղձերից, իր նպատակներից, իր ինքնությունից, իր տեսակից, այսինքն մեզ ասում է դուք հայտարարեք, որ դուք ոչ մեկն եք, մենք կբերենք ձեզ մի հատ թուղթ, կբերենք, կստորագրեք, հետո էլ կտեսնենք, կվավերացնենք այդ թուղթը, չենք վավերացնի այդ թուղթը, կյանք կունենա, չի ունենա և այսպես շարունակ։ Այսինքն այսօր չկա, Նիկոլը հենց խուտն է, որ ինքը ասում է խաղաղությունը օգոստոսի 8-ից կա։ Ոչ մի բան չկա։ Թուղթ են ստորագրել, որը ոչ մի բանի մասին է, ընդամենը բանակցել են 17 հատ կետ, որից 14-ը խայտառակություն Հայաստանի Հանրապետության համար, ադրբեջանցիները ստիպել են ականջներից բռնել, տարել են Վաշինգտոն, ասել են դե եկեք Ամերիկայի ներկայությամբ ստորագրեք, որ այլևս չեք փոխելու այս բանակցությունը, այսինքն բանակցություններն ավարտել են։ Հիմա խաղաղություն։
Խաղաղությունը կլինի այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգային բալանսը վերականգնի։ Միայն այդ դեպքում, այնպես ինչպես եղել է տարիների, դարերի ընթացքում, պատմության ընթացքում, այնպես ինչպես մեր իշխանության տարիներին է եղել։ Խաղաղությունը խախտվեց, այսինքն Նիկոլի պատերազմը սկսվեց, Նիկոլի սխալ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը սկսեց պատերազմ, այն դեպքում, երբ որ նրանք խախտեցին եւ անվտանգության բալանսը եւ արտաքին քաղաքականության բալանսները, իրանց սխալ եւ հիմար հայտարարություններով։ Երեք Ալիևը դարձավ խոսում մենք տեսանք, որ Թրամփը Էրդողանի հետ մանեջերել իր Վաշինգտոնյան բանակցությունների մասին, ինչի մասին է Դե եթե Կամբոջայի եւ Ալբանիայի միջև այսպես գործընթաց չեն հիշում, SMS-ով կարան զանգեն, եթե պրոբլեմ ունենան զանգեն, սա լուրջ չի։ Մի երկիր, մի ժողովուրդ, որը կանգնած է օրասական խնդիրների առաջ, անվտանգության լուրջ խնդիրների առաջ, որի տարածքը օկուպացված է, նկատում եմ Հայաստանի Հանրապետության 200 քառակուսի կիլոմետր տարածքը, որտեղ եթե նայենք քարտեզին ադրբեջանցիները մխրճված են ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի հատվածներում, որ ցանկացած պահի նրանց համար ռազմական գործողություն սկսելը մեկ անգամ մեկ, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պարզ չի, թե ինչի մասին է։ Հա, խաղաղություն, բոլորս էլ ասում են խաղաղություն, բայց գործիքներն իրանց ձեռքում են եւ իրենք գնում են սխալ ճանապարհով։ Եվ ինչպես ձեր հարցում ասացիք, Միացյալ Նահանգների նախագահը երևի մեկ ամիս հետո արդեն չի հիշում, թե ինչի մասին է խոսքը կամ ինչ Հայաստան, ինչ Ադրբեջան, ինչ Փաշինյան, ինչ Ալիև, այսինքն ոչինչ չի կարող ասել, այսինքն պաշտոնական իմաստով դա չի նշանակում, որ Ամերիկայում չեն հիշում կամ Ամերիկան այդ գործընթացից հրաժարվում է, չէ, բայց սա խոսում է մի բանի մասին, որ լուրջ չեն վերաբերվում։ Միացյալ Նահանգները այս գործընթացին եւս լուրջ չի վերաբերվում։ Այո, կլինեն հայտարարություններ, որ մենք կարևորում ենք այս կողմենքում, բայց այդ կարևոր հայտարարությունները մենք շատ ենք տեսել։ Արցախը բռնի տեղահանումից առաջ ամբողջ աշխարհը, այդ թվում Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները, Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյաները, բոլորը միաբերան հայտարարում էին մեկը մյուսին հերթ չտալով, որ մենք իրանք թույլ չեն տալու էթնիկ զտումներ, իրանք թույլ չեն տալու բռնի տեղահանում, իրանք թույլ չեն տալու Արցախին բլոկադան շարունակվի, բայց ինչ եղավ, եղավ ինչ որ եղավ ինչ որ եղավ։ Պարոն Զաքարյաններով, այս պահին Տիգրան Աբրահամյանը Ազգային ժողովի անդյունից ներկայացնում է, թե գործում իշխանությունների օրոք ինչ է խախտվել, ինչ է տեղի ունեցել, դրան զուգահեռ իշխանությունը նշում է, որ իրենք խաղաղության պայմանագիր են նախաստորագրել եւ դրանով էլ իսկ իրենք գնալու են արտահերթ կամ հերթական ընտրությունների, որն է ընդդիմության, այսպես ասած, հակազդեցությունը կամ պատասխան փաստաթուղթը։ Ընդդիմության պատասխան փաստաթուղթը հետևյալն է. իրական խաղաղության գնալու ճանապարհը մենք գիտենք եւ դա մենք ենք իրականացնելու, Նիկոլը չի իրականացնելու։ Նիկոլը հերթական անգամ է իշխանությունը հերթական անգամ խափում է ժողովրդին, դա խաղաղության փաստաթուղթ չի, դա իլյուզիա էլ չի անգամ։ Նույնիսկ քաղաքականությունից մի փոքր տեղյակ մարդիկ կարծում են, ասում են, ինչն է խաղաղության մասին։ Դա մտադրությունների փաստաթուղթ է, որ մենք բանակցել ենք ինչ-որ մի բան եւ ավարտել ենք այդ բանակցությունը եւ այս իշխանությունը չպետք է փոխի այդ բանակցությունը։ Հիմա խաղաղության նախապայմանը, այսպես կոչված խաղաղության նախապայմանը սահմանությունը փոխել է։ Նիկոլը գալու ընտրություններին ասի, մենք պետք է դուք ինձ պետք է ընտրեք, որպեսզի ես սահմանությունը փոխեմ, որպեսզի Ադրբեջանը խաղաղությունը ստորագրի, որ հետո մենք վավերացնենք, որ հետո մի հատ հասկանանք, տեսնենք ինչ է եւ այսպես տարիներ շարունակ։ Հետո պահանջը լինելու է անխոչնդոտ ճանապարհը։ Հետո Նիկոլը գալու ասի դե նորից պետք է ճանապարհը տանք, հետո որ սես լինի, հետո որ նես ու այսպես շարունակ Հայաստանի Հանրապետությունից բան չի մնալ խաղաղության անվան տակ։ Ընթացքում չի բացառում նաև մանր-մունր մի քանի օրանոց, մի քանի ժամանոց ագրեսիվ գործողություններ, ես սա նկարագրում եմ Նիկոլի ապագան Հայաստանի սահմանին, այո, հարավային հատվածում, այլ հատվածներում, այդ թվում նաև
դելիմիտացիայի դեմարկացիայի process-ի զուգահեռ այն ինչ որ եղել է, այսինքն ես հիմա նորություն չեմ ասում, ես ասեմ այն ինչ որ եղել է վերջին 7 տարիներում։ Հիմա որպեսզի դա տեղի չունենա, անդիմությունը հատկապես մենք առաջարկում ենք կապիտուլյացիոն քաղաքականությունից պետք է հրաժարվել, չպետք է այդ ձևի մեջ մտնել, այդ դերի մեջ մտնել, որ այո, ես պատրաստ եմ անուն խաղաղության ցանկացած կապիտուլյացիայի։ Ոչ, մենք պատրաստ չենք ցանկացած կապիտուլյացիայի, մենք պատրաստ ենք խաղաղության եւ գիտենք այդ խաղաղության գինը եւ գիտենք որ խաղաղության պատրաստ լինելու համար եւ խաղաղությունն ապահովելու համար անհրաժեշտ է բալանս տարածաշրջանում, որ երկրներն են իրականում շահագրգռված հարավային Կովկասում խաղաղության հաստատման։ Ռուսաստանի Դաշնությանը պետք է քննարկել եւ հասնել ռազմավարական բալանսի վերականգնմանը։ Միացյալ Նահանգները պետք է քննարկել եւ հասնել ռազմավարական բալանսի վերականգնման, որ Ադրբեջանի մտքով անգամ չանցնի եւ ինքն էլ սուսուփուս կոչվերցնի ու Հայաստանի տարածքներից դուրս գա։ Այդ ժամանակ արդեն խաղաղության մասին խոսակցությունները կլինեն ռեալ, իրական։ Իսկ ճանապարհները բացել, այո, մենք կողմնակից ենք ճանապարհները բացելու, բայց այդ ճանապարհների գործարկման իրավական, քաղաքական եւ տնտեսական բալանսներն էլ պետք է լինեն ամբողջությամբ փոխադարձության սկզբունքով եւ դրա մասին պետք է դետալացված գրած լինի։ Ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչվելու ճանապարհ մնացածն դե կտեսնենք, այսինքն փոխադարձության սկզբունք ինչ անշանակում փոխադարձության սկզբունքով, որտեղով Ադրբեջանի ինչ-որ մի գյուղի մեջով ինչ-որ մի տեղ, ինչի՞ չի դա գրված։ Եվ արդյոք մնացած բոլոր կոմունիկացիաները, որոնք օրինակ Իջևան-Ղազախ հատվածը, օրինակ Երևանից դեպի Նախիջևանով անցնող, դեպի Մեղրի տանող եւ մնացած հատվածը Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթգծով կապելու հնարավորությունները քննարկվում են արդյոք դրանք։ Միակողմանի զուտ ամերիկյան պատկերացումներով լուծումներ են հիմա առաջարկում։ Մենք չգիտենք Իրանի իրական դիրքորոշումը որն է, Իրանից տարբեր կարծիքներ են գալիս, մի տեսանկյունն ասում է, որ գոհ են, մյուս տեսանկյունն ասում է, որ հարցեր ունեն, նույնը ռուսական պարագայում, այսինքն դեռ այս չավարտված եւ դեռևս բազմաթիվ հարցեր պարունակող արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային գործընթացներում խոսել վերջնական լուծումների եւ Նիկոլն արդեն խաղաղությունը բերել չի բերել։ Ես շատ ուրախ կլինեի, որ ես դրանում համոզված լինեի։ Շատ ուրախ կլինեի, որովհետեւ դա իրոք շատ կարեւոր հենակետ է Հայաստանի զարգացման համար։ Բայց ես չեմ ուզում ինքս խաբվել եւ խաբել նաեւ մնացածները։ Պարոն Զաքարյան, Նիկոլ Փաշինյանի գրառումները վստահաբար կարգացել եք այս վերջին մի քանի օրվա, անընդհատ նախկին 3 նախագահների ներշիշատակում, նաև նշում է, ինչպես է հաղթանակներ բերել, որ դեզանից 3-ին էլ ժողովուրդը չի ընտրել, նաև նշել էր, որ դուք ոչ միայն հաղթանակներ չեք բերել, այլ Հայաստանը քաշել եք մի անցուդի մեջ, որից ելք չկա։ Մենք ենք Հայաստանի քաշել նրանցի մեջ որ այո, Նիկոլ Փաշինյանի նախկին 3 նախագահները։ Բայց ոնց որ թե իրավիճակը լրիվ հակառակ։ Հայաստանը իր արտաքին եւ ներքին քաղաքականության պիկի վրա է, երբ որ Նիկոլն է։ Եվ մենք գիտենք թե ինչ գնով Նիկոլն եկավ եւ ունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան ինչպես Հայաստանում աշխատեց։ Սրա մասին շատ ենք խոսել, նորից չկրկնվենք։ Այսօր Հայաստանը գտնում այնպիսի մի փոսի մեջ, որտեղ 3 նախագահներին եւս 3 նմանատիպ փորձ ունեցող նախագահներ են պետք, որ խելքի տան այս իրավիճակից երկիրը հանեն։ Հենց որ ինքը իր մանիպուլյացիաներով, իր այսպես էքսցենտրիկ հայտարարություններով ոչ մեկի մոտ քաղաքական գուցե հասարակ մարդկանց մոտ տպավորություն է դեռևս ստեղծում, բայց հաստատ քաղաքականությունով հետաքրքրվող եւ քիչ թե շատ իրավիճակին տեղակ մարդկանց մոտ Նիկոլն այլևս տպավորություն չի ստեղծում իր հայտարարություններով։ Երկիրը, որ այս վիճակի մեջ է, փորձված անցավ, ջլատված զինված ուժեր, հարգանք եւ պատիվ եւ հնարավորություններ կորցրած Հայաստանի Հանրապետություն իր իմիջով, թուրքական շանտաժի եւ պահանջների դաշտում հայտնված արտաքին եւ ներքին քաղաքականություն, քաղբանտարկյալներ, տնտեսական հակայուն
զարգացում, ներդրումների բացակայություն, արտաքին պարտքի կրկնակի աճ, բոլոր ոլորտներում գրեթե ձախողումներ կամ չկա ցույց տվեք մի ոլորտ, որտեղ կա հաջողություն, ես հետ քաշեմ իմ հայտարարությունը բոլոր ոլորտների ձախողումների վերաբերյալ։ Մի ոլորտ ցույց տվեք, որտեղ կա հաջողություն։ Էական հաջողության մասին է խոսքը, ոչ թե ինչ-որ մի քառակուսի մետր ասֆալտ, ինչ-որ մի գյուղի բան ճանապարհի վրա։ Այս իրավիճակում ես կարծում եմ, որ գործող կառավարության ղեկավար իրավունք չունի որևէ մեկին մեղադրել։ Ես նույնիսկ չեմ ասում նախորդ նախագահ, որևէ մեկին։ Մեղքերը թող խնդրի, այն որ 5 շաբթի կառավարության իստենանում եւ 4 շաբթի գալիս այստեղ հարց ու պատասխանի, մեղքերը թող խնդրի այլ կառավարության նիստի սենյակում սեղանի շուրջ նստած մարդկանց մեջ, իրենից սկսած եւ այստեղ այն խմբակցության մեջ, որ նստած է նախագահությունից ձախ։ Պարոն Զաքարյան, Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջիկա հաշվություններում լուրջ դերակատարություն է ունենալու։ Երրորդ նախագահը ինչ մտադրություններ ունի, քանի որ նաև այստեղ հավաքված մարդիկ դուք եւ նաև պատմությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ սահմանադրական եղանակով պետք է տեղ ունենա փոփոխությունը եւ ընտրությունների ճանապարհով։ Երրորդ նախագահը ինչ մտադրություններ ունի։ Այսօր դուք հավաքվել եք լուսաբանելու երրորդ նախագահի եւ հանրապետական կուսակցության մտադրությունները։ Հասնել կառավարության ամուսնալություն հայտնելու գործընթացի իրագործման։ Գործընթացը սկսված է, բայց կախված քաղաքական ուժերի մոտեցումներից, կախված հասարակության աջակցությունից, այն կամ կարճ ճանապարհ կանցնի կամ երկար ճանապարհ կանցնի։ Երկու դեպքում էլ ճանապարհը մինչև հերթական ընտրություններն են, եւ մենք հույս ունենք, որ հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունը կարող է գնալ նոր ձևավորված կառավարության ժամանակավոր կամ խիստ ժամանակավոր կառավարության միջոցով։ Հայաստանի անգամ օրակարգ չեն բերում իմպիչմենտի գործընթացը եւ ինչ-որ իրատեսական համարում, որ Փաշինյանի թիմակիցները կմիանան այս գործընթացում։ Մենք տվյալ պարագայում Փաշինյանի թիմակիցների վրա չենք հույսներս դնում, հույսներս դնում ենք ազգային ժողովի ԿՊ խմբակցության բանականություն ունեցող հայրենիքի նկատմամբ, ապագայի նկատմամբ, իրենց նկատմամբ պատասխանատվություն ունեցող մարդկանց հետ։ Եթե 71-ից որևէ մեկ այդպիսին չի, ուրեմն հայ ժողովուրդը ինքը նաև հետևություններ ունի անելու։ Սա չի նշանակում, որ նվիրված են Փաշինյանին կամ նվիրված են գաղափարներին։ Իսկ ո՞րն է Փաշինյանի գաղափարը, որին նվիրվել է։ Հայրենիքը ծնկի բերել է, նվիրված են ծնկի բերելու գաղափարին։ Ուրեմն նվիրված են նաև Ադրբեջանին, նվիրված են նաև Թուրքիային, նվիրված են նաև Հայաստանի ծնկի բերելու ցանկություն ունեցող բոլոր արտաքին եւ ներքին խնդիրներին։ Ես կարծում եմ, որ ԿՊ խմբակցությունում կան մարդիկ եւ նրանք քիչ չեն, որոնք որ պատեհ պահի կարող են դրսևորել քաղաքական խիզախություն, քաղաքական պատասխանատվություն։ Հիմա չէ։ Այսինքն մտքումս այո, բայց հրապարակային այս գործընթացը եթե չի հաջողվում, հաջորդ քայլը ընտրությունն է։ Գործընթացը այո, կարող է նաև չհաջողվել։ Ձեռքերը ծալած նստելու եւ բավարար չափով աշխատանք անելու պարագայում։ Ցավոք գործընթացը դեռևս, այսպես ասած, խճողվել է ընդդիմության տիրույթում, դեռևս իշխանական խմբակցության տիրույթ չի հասել։ Երբ որ ընդդիմության տիրույթում հանգուցալուծումներն ամբողջությամբ ավարտվեն, մենք կտեսնենք նաև իշխանության վարկը այս առումով։ Այդ դեպքում նաև հասարակությունն էլ շատ արագ ինքնակազմակերպվի եւ կարծում եմ իստվար հատված ժողովրդի կկանգնի այս գործընթացի կողքին։ Ձեր կարծիքով սա քաղաքական պատվեր է, թե ոչ, քանի որ հաշվի առնենք, որ Գրիգորյանը ինքը հենց ինքնատիպ գործիչ է։ Դեք այն ոչ արդեն ասենք երջանկահիշատակ
Վալոդիա Գրիգորյանի նախ ուզում եմ ցավակցել նորից ցավակցել բոլոր հարազատներին, ընկերներին, բարեկամներին կատարված ողբերգության համար եւ ցաներ կորստի համար եւ ոչ միայն Վալոդիային, այլ նաեւ երկրորդ մեր քաղաքացուն ոստիկանության աշխատակցին, որը բանդիտիզմի զոհադարձել։ Ինչ պետք է մտածեմ ես շարքային քաղաքացիս, երբ որ տեսել եմ, թե ինչքան ցավոտ է տարել ՀՊ-ն Փարագարում իր պարտությունը։ Ինչ պետք է մտածեմ ես, երբ որ այսպես ակնհայտ ոչրագործության, բանդիտիզմի էլեմենտներով սպանություն է կատարվում դրական ինքնակառավարման մարմնի ղեկավարի նկատմամբ, ով ակնհայտ ընդդիմադիր գործիչ։ Ես չեմ ուզում հիմա ասեմ, որ դա քաղաքական պատվեր է կամ դրա մեջ կա քաղաքական անցակաց, բայց դրա մեջ կա այս իշխանությունների մուրճը ճոճելու հետևանք։ Այդ որ մուրճը վերցնում ճոճում են, թող նաև հասկանան, թող նաև իրանց հաշիվ տան, որ այդ մուրճի ճոճելու գործընթացը հասարակության մեջ կարող նաև սխալ հասկանան։ Ոմանք հասկանան, որ եթե վարչապետ ընդդիմության դեմ մուրճա ճոճում, ուրեմն ես էլ կարող գնամ ընդդիմադիր գործին գտակալ։ Ինձ բան չեն ասում, ոչինչ, կարող է նույնիսկ կանչեն ինչ-որ մի թաղում տեղ գլուխը շոյել։ Կանչել, կլինի, չէ՞, նման մարդիկ, ովքեր հենց այդպես կհասկանան այդ մուրճ ճոճելու գործընթացը։ Չի կարելի մի կողմից օրենքից խոսալ, իրավահավասարությունից խոսալ, ժողովրդավարությունից խոսալ։ Մյուս կողմից աշխարհի կամերաների առաջ ՊՊԶ լամբյոնի տակ մուրճ մանգալ ու սենց անիմաստ ժպիտով այդ մուրճը բարձրացնել ու 2000 մարդեր չես հասկանում ինչի են ծափարում, ինչն են ծափարում։ Ծափարելու հետևանքներ ցավոք։ Շնորհակալություն։ Ես դավաճան եմ, ես ադրբեջանցի եմ, ես ադրբեջանցի եմ, Նիկոլի ցավը տանեմ, այ համասերամոլ Նիկոլ, նոնդը պակիզան,